Սա մեր ստերեոտակտիկ պլանավորման համակարգն է, որի վրա տեսնում ենք արդեն 3 դեսկանավորած հիվանդի գլխուեղի MRT հետազոտությունը եւ համակարգի օգնությամբ մենք իրականացնում ենք մեր էլեկտրոդների, մուտքի անցքերի եւ տրայեկտորիայի պլանավորում։ Բուժառուի գլխուղեղի աջ եւ ձախ կիսագնդերում ներդրվում է մեկական էլեկտրոդ, որոնք փոքր կտրվածքի միջոցով հասնում են իրենց նշանակետին, որը որ սուբթալամիկ կորիզն է։ Եվ էլեկտրոդները ապա շարունակվում եւ մաշկի տակով միացվում են հիվանդի մոտ կրծքավանդակում տեղադրված սարքին, որը կոչվում է նեյրոստիմուլյատոր։ Գլխուղեղի խորանի ստիմուլյացիան կիրառվում է նյարդաբանական տարբեր խնդիրների դեպքում եւ Պարկինսոնի հիվանդության բուժման ոսկե ստանդարտն է։ Հանդիպում է 60 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 անձից մեկի մոտ։ Պարկինսոնի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ խանգարում է, որը արտահայտվում է դանդաղաշարժությամբ, վերջույթների դողով եւ հավասարակշռության խնդիրներով։ Հիվանդությունը կարող է սկսվել տարբեր տարիքում, բայց առավելապես ախտահարում է տարեց անձանց, բնականաբար հիմնական թեկնածուները դրանք տարեց անձինք են, բայց դա չի նշանակում, որ երիտասարդների մոտ մենք չենք կարող ունենալ նշված խնդիրը, որը կարող է հասնել այն աստիճանի, որ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Վիրահատությունը իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ, որի ճշգրտությունը 0.6 մմ է։ Բժիշկը ցույց է տալիս այն շրջանակը, որը համակարգչային ծրագրավորման օգնությամբ նախապես տալիս է հստակ կոորդինատը, որտեղից պետք է բացվի անցքը եւ թափանցի էլեկտրոդը։ Մեր օրերում սարքերը հագեցած են անլար լիցքավորման հնարավորությամբ եւ նրանց աշխատանքի տևողությունը կարող է հասնել մինչեւ 20 տարի։ Հիվանդից պահանջվում է պարզապես միջինում 10-15 օրը մեկ անգամ իրականացնել անլար լիցքավորիչի օգնությամբ իրենց հագուստի վրայից պարզապես սարքի լիցքավորում։ Գլխուղեղի խորանի ստիմուլյացիան բարելավում է բուժառուի շարժողական խնդիրները։ Վիրահատությունը հնարավորություն է տալիս ձերբազատվել բոլոր սիմպտոմներից եւ մենք ունենք հիվանդներ, որոնք որ նախկինում իրենք կարիք ունեին, որպեսզի իրենց խնամեին, այսօր իրենք խնամում են իրենց թոռնիկներին, երեխաներին։ Այս վիրահատությունը կատարվում է նեյրոստիմուլյատորի միջոցով։ Ցավոք սրտի դեռևս համընդհանուր բժշկական ապահովության շրջանակներում ներառված չի ոչ գլխուղեղի խորանի ստիմուլյացիայի վիրահատությունը, ոչ էլ նեյրոստիմուլյատորի արժեքը, բայց հուսով ենք, որ մոտ ապագայում անգամ սահմանափակ թվով հիվանդների համար այն հասանելի կդառնա նշված ապահովության շրջանակներում։ Գլխուղեղի խորանի ստիմուլյացիան Պարկինսոնի հիվանդություն ունեցողների համար կարող է դառնալ կյանքի որակը փոխելու իրական հնարավորություն։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։